Աբխազիայի փոխնախագահը առաջին անգամ է Արցախում, հայկական երկրորդ հանրապետության մասին որոշակի պատկերացումներ անշուշտ ուներ, բայց այն, ինչ այստեղ տեսավ, գերազանցեց բոլոր սպասումները։ Представления были, что здесь живет дружеский нам народ. Պատկերացնում էի, որ այստեղ մեզ բարեկամ ժողովուրդ է ապրում, հերոսական ժողովուրդ, որը պաշտպանել է անկախ լինելու իր իրավունքը, բայց իրականությունն ավելի տպավորիչ էր։ Քաղաքական չլուծված հարցեր ունենալով հանդերձ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը կառուցում, ստեղծագործում եւ ապրում է լիարժեք կյանքով։ Народ Карабаха строит, народ Карабаха созидает, народ Карабаха живет полноценной жизнью. Արդյոք այդ կյանքը կառուցելու ճանապարհին երկու բաղտակից պետությունների կապերը բավականաչափ ամուր են, Աբխազիայի փոխնախագահը չի ժխտում, կարելի է եւ անհրաժեշտ է ընդլայնել կապերը բոլոր մակարդակներում, առավել եւս, որ այսօր համագործակցության հնարավորությունները ավելի լայն ու բազմազան են։ У нас очень похожие судьбы, и контакты наши длятся все это время. Մեր ճակատագրերը շատ նման են, իսկ կապերն էլ ձգվում են այս ողջ ընթացքում։ Այսօր ձեր խորհրդարանի խոսնակի հետ քննարկում էինք, որ պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն այդ կապերն ավելի ընդլայնելու եւ խորացնելու համար։ Վստահ եմ, առջևում ավելի լավ ժամանակներ են լինելու եւ մեր կապերն էլ միայն ամրապնդվելու են բոլոր մակարդակներում։ Մոտ ժամանակներս օրինակ Սուխումիում հյուրընկալելու ենք Արցախի ֆուտբոլիստներին, ինչին անհամբերությամբ ենք սպասում։ В ближайшее время мы ждем вашу футбольную команду с большим нетерпением. Ավելի մեծ անհամբերությամբ թե Սուխումիում, թե Ստեփանակերտում միջազգային հանրության ճանաչմանն են սպասում։ Միխայել Լոգուան փաստն է հիշեցնում, որ այդ ուղղությամբ Սուխումին արդեն որոշակի ձեռքբերումներ ունի, բայց եւ չի թաքցնում։ Անշուշտ ցանկալի է, որ ավելի մեծ թվով պետություններ ճանաչեն Աբխազիայի հանրապետության անկախությունը, նույնը մաղթելով եւ բաղտակից Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը։ Самое главное, наверное, все-таки, да, уметь признать самих себя. Ամենակարևորը, կարծում եմ, ինքներս մեզ ճանաչելն է, եւ պետության ներսում այնպիսի կյանքի կազմակերպումը, որը չճանաչելն անկարելի կլինի։ Որ բոլորի համար պարզ լինի, այստեղ ապրում են մարդիկ, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, կարողանում են կառուցել, մարդիկ, ովքեր խաղաղություն են ցանկանում, բայց եւ երբեք ոչ ոքի թույլ չեն տա խախտել իրենց իրավունքները։ Մենք եւս չգիտեինք, մեզ երբ կճանաչեն, իսկ այսօր վստահ ենք, որ Աբխազիան ճանաչած երկրների թիվը միայն կաչի։ Համոզված ենք, որ նույնն էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում կլինի։ Դա միայն ժամանակի խնդիր է։ Уверен, что то же самое будет и с Нагорно-Карабахской республикой. Это только дело времени. Նորայր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, օր